Մերոնք կետեմ կայք եթերում ես շարունակում եմ, մերոնք շարքը բարևձեզ։ Եվ այսպես գործընթացները ճակերտավոր կամ անճակերտ պետության ներսում շարունակվում են նաև մարդկանց ցանկությունները առաջիկայում երկրի ղեկը իրենց ձեռքը վերցնելու համար։ Մարդիկ ճակերտավոր եմ ասում, քանզի դրանց 99.9%-ը պարզապես ժուլիկներ են, ովքեր ընդհանրեն ուզում են իշխանություն, ուրիշ ոչինչ չեն ուզում, ինչպես ուզել էին, երբ երեք Պակիստանի, չգիտեմ, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները Լաչինում նոր օդանավակայան էին կառուցել, ես անիծեցի, նզովեցի, կներեք, չեմ կարող հայոյանքով ասել, հայոյեցի հազարապատիկ Քոչարյան, Ռոբերտինին, Յոթը Պորտին, Սերժիկ Սարգսյանին, Դաշնակ պարագլուխներին, բոլոր այդ ստոր անասուններին, ովքեր երկիրը հանձնեցին, ովքեր ամեն ինչ արեցին, որ իրենց լակոտ լուկուտները փեսեքը դառնան միլիարդատեր, պետությունը ոչինչ չունենա։ Եվ այս արարածները դեռ կան, դեռ ձերբակալված չեն, դեռ ծակից չեն նայում եւ խոսում են հայրենիքից։ Եվ այս արարածների մարդանմանները դեռ փորձում են մարդ քննադատել։ Գանք մայիսի 28-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից։ Այո, 75 տարի կամ 70 տարուց ավել Սովետ միությունը, որ կործանեց առաջին հանրապետությունը, խոսում էր առաջին հանրապետության չարիք լինելուց։ 75 տարի դաշնակ պարագլուխները ձայն չհանեցին պետության մասին, եկան հասան պետության Հայաստանը անկախացավ հերթական անգամ եւ տարիներ շարունակ պատերազմի դաշտում դաշնակ պարագլուխները ամեն ինչ անում էին, որ մեր պետությունում ամեն ինչ խառնեն իրենց հայրենիք ու Արցախ չէր հետաքրում։ Իրենց ղեկավարները Արցախում կուտ էին փորձում տալ կրվող տղերքին, թե եթե դուք ուզում եք, որ լավ լինի, եկեք դարձեք դաշնակցական, ՀՇ-ի երեսին թքած ունենանք։ Հետո իշխանությունն ընկավ իրենց ձեռը Ռոբիկախառը ու պղծեցին ամեն ինչ։ Այս պղծությանը վերջ չկա։ Ու դեռ շարունակվում է։ Այո, ճիշտ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Բա որտեղ պիտի հարսանիք անեն։ Երբ ամենը ասած, մեկ էլ տեսնում եք ինչ որ մարդուկներ, բա մենք հո չասինք համալիրում չէ, բայց ով է անում։ Վիգեն Բադալյանը խաղատնային բիզնես ունի, չէ հա։ Օնլայն կազինո ունի։ Լավ է, լսեք, ով մարդանմաններ։ Հայաստանի ազգային հերոս Քրքորյանին էր պատկանում, ու մինչ օրս նրա ընտանիքին է պատկանում, Քրքորյանն էր հիմնադրել Լաս Վեգասի խաղատների 40%-ը հյուրատնային բիզնեսը, հյուրանոցային։ Ազգային հերոս Քրքորյան։ Բա դուք բարոյականություն չունեք, այս կեղծ հայրենասիրությունը աչքներդ եք կողում։ Գետինը չեք մտնում, որ ձեր կանանց ու երեխեքի դեմքին եք նայում։ Միթե պատառը այդքան թանկ է, որ մարդկանց ուրախությունն անգամ ձեր համար միևնույնն է։ Բա ազգային հերոս է Քրքը, բա ամենամեծ կազինոներն ինքն է հիմնադրել, ամենաշատ։ Թե ձեզ թվում է այդ հյուրանոցային բիզնեսում գալիս են ծաղիկ նվիրում իրար, թե խաղատները այլ տրամաբանություն ունեն։ Մի երկու շաբաթ է, որ վերադարձել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Մի տղա, պարսկահայ էր, անընդհատ բարև դուրսներ, այն հյուրանոցում, որտեղ ես ապրում եմ, ինքը պատից այն կողմ էր։ Ասաց ինձ հանել են այստեղից, ես շաքար ունեմ, ես չգիտեմ, դժվար եմ ապրում, հետո ասեց ջուր կտաս խմեմ։ Դե հետաքրքիր էր ով է։ Պարզվեց, որ միլիոնատեր, ավելին միլիարդատեր մեկն է նախին։ Խաղացել է կազինոներում ու պարտվել։ Հիմա այդ կազինոատերն էր մեղավոր թե ինքը։ Գալիս էր մի երկու անգամ, կարող է $10 ունենաս բարեկամ։ Այդպես։ Այս է, էսենք, ամեն մարդ ինքն է իր ուղին ընտրում։
Այդ հիմա ես ում մեղադրեմ, որ այդ միլիարդ հատեր մարդը գնացել է, խաղացել, պարտվել, չափը չի ճանաչել, դեղերին է իրեն տվել, դարձել է թմրամոլ ու հետո խաղացող։ Քրքին, թե մի ուրիշին, թե Վիգեն Բադալյանին, հետո, ես ասացի, այս մարդկանց ուղղակի ճանաչում եմ, սիրտս ցավում է այս ապիկար պահվածքի համար, ճանաչում եմ, երբ դեռ որ ասում է Թալինում փոքրիկ բեզա լցակահան էի ստեղծել, երբ փորձեցին Երևանում առաջին գրավատնային բիզնեսը սկսել, երբ կաթիլ, երբ կոշիկի արտադրամաս էին ստեղծել, ցեխ կոշիկ էին փորձում và բիզնես էին անում մարդիկ, էլ չեմ ասում պատերազմին մասնակցություն, էլ չեմ ասում միլիոնավոր դոլարներ նվեր տալը, այդ դառն աշխատանքից, այն դառն աշխատանքից, որ երկրի բոլոր իշխանավորները իրենց լակոտների գրպանը լցրեցին։ Ու հիմա ինչ-որ մարդիկ դեռ շարունակում են վայրը հաչել, լավ են արել, հարսանիք են արել, չուզողի աչքն էլ հանել են, երկրին պիտանի են եղել, լավ են արել ու ճիշտ են արել, այս ինչ անշնորհքություն է։ Այն մարդկանց, ովքեր ասում են Սուրեն, քեզանից հիասքամ, երկու ապուշն էլ գրում են, կներեք, մեղմ բառից համար Լևոն Տեր-Պետրոսյանի Սուրենը։ Դո Լևոն Տեր-Պետրոսյանը, որ պապազի ձեր նման միլիոնավոր արարածներ դուրս կգան միջից, գիտեք ինչու, հիմքը ճիշտ դրեց, այս երկրի, հետո քաջությունը չհերիքեց, ամեն ինչ թողեց, Վազգեն Սարգսյանը քանդեց մեր տունը, Ռոբերտ Քոչարյանը քանդեց մեր տունը, Սերժիկ Սարգսյանը քանդեց մեր տունը, Դաշնակ պարագլուխները քանդեցին մեր պետության տունը, այո, Տեր-Պետրոսյանը, որ ուժեղ լիներ, Վազգենը չէր կարող իրեն այդպես պահել, նա իրավունք չուներ, հասունացնելու ես հարցը, թե ինքը կանի միամիտի պես, երկու համասեռամոլ լակոտեկան գնդակահարեցին, այս պիղծ արարածները երկրից էս պիտի թողնեին, այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, բայց Սուրեն Սարգսյանը այս ժողովրդի Սուրեն Սարգսյանն է, ես այդ բոլոր ճշմարտությունները չեմ կարողանում մոռանալ, ու վայ մեզ, եթե մենք շարունակենք լսել այդ չարախոս արարածներին, այո, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասեց, եկեղեցիդ չուլան եք սարքել, բայց չուլանը, բա ինչ է, բա բիզնես է, երկու անլավա տերտերի բիզնես է, բա երկրիդ կաթողիկոսը պիղծ է, երեխեք ունի, այդ որ Փարաջանները հակած ման եք գալիս, սրբազան հայրեր, այսպես ասեմ, չագերտների մեջ, բա չեք ասում, լսի դու ոնց ես նստել լուսավորչի աթոռին, երբ որ լևի գնալու երազանքով ես ապրում, ով ապրանք, բա ուրա եկեղեցին, բա դուք ուր է ձեր բարոյականությունը, դուք բոլորից լավ գիտեք ինչ է կատարվում, հավատը պղծում են, ու դուք եք առաջին պղծողները, ձեզանից դուրս չի գալիս, մեկ երկուսը թողներ են, ինչ որ կա, դուրս է գալիս ձեր տեսակից, սկսած կաթողիկոսից, շարունակած ձեր լռելով, մեկը ձեն հանեցիք են, ես բականունով, ես ռասերին ձեր կաթողիկոսի աղբերը ոնց էր գողացել ամեն ինչ, եկեղեցին գողացած կարով սարկեց Մոսկվայի, այնտեղ փող վերցրեց, այստեղ վերցրեց, մեկը համարձակություն ունեցաք խոսելու, հանկարծ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չուլան եք սարքել, բա սարքել եք, բա ինչ ասի, մյուս բաները չեմ ասում Նիկոլ Փաշինյանի իհարկե, բայց էլ եմ ասում, բա մեր բարոյականությունն ուր է կորել, որ համեմատել սիրում եք, համեմատեք, քրքը խաղատների Լաս Վեգասի 40%-ի տերն է, մեր ազգային հերոսը, պատկերացնում եք, այդ որ ասում եք ինչքան արյուն է թափվել, ինչքան մարդ է տնանք դարձել, ինչքան մարդ է խաղացել, թող չխաղան։ Վիգեն Բադալյանի եղբոր տղան ամուսնանում է, հա ինչ, ամեն մեկը իր չափի ու իր ճաշակի մեջ հարսանիք է անում, ու շատ էլ լավ հարսանիք են արել, ի տարբերություն որոշ գեղցիքի, այո չեն տարել Դուբայներում անեն, կարող էին տանել, դարձրեցիք առածի պարան, և բոլորը ինքնահաստատվում են,
մի կողմից ասում են դե լավ, հա բավոս դե ոչինչ համալիրում, բայց ոչ այդ որակը, բա որ որակը, այդ ձեր որակը, բամբասող, ղզիկ, փողոցի կնոջ որակը, բոլոր են լրագրողիկները, ովքեր այսօր չգիտեմ ինչ որ բաներ են ասում, 90%-ը այս երկիրը քանդող օլիգարխների, այն որ ասում են նախկին իշխանավորի լակոտ լուկուտներն եք, այս բադալյան եղբայրները մի օր ընտրություն կեղտեցին, այլոց նման, մի օր մասնակցեցին, սրան նրան տարան, չգիտեմ վանդակները գցեցին, ծեծեցին, լսած կաք այդ մասին, բայց ձեր բարոյականությունն ուր է, մի խոսքով այս պղտությունը ոչ միտեղ չի տանում, և այո Նիկոլ Փաշինյանը որոշ հարցերում ճիշտ է ստիպված են համաձայնվել, բայց միևնույնն է վարչապետ չի, նա որ վարչապետ ելներ, հայերենը չէին բռնաբարի փողոցում, իր Տիգրան Ավինյանի նման անգրագետին չէր բերի քաղաքապետ նշանակի, տո Նիկոլ Փաշինյանից ինչ վարչապետ, այդ որ խոսում է բարձր արժեքներից, մեկ էլ տեսնում ես պատին թքում են իր երեսին, որովհետև ինքն է պատասխանատուն Հայաստանի պետական լեզվի համար, անունը կա, ամանում չկա, միտեղ էսպես է խոսում, մյուս տեղը չի տեսնում, միտեղ խոսում է ով քերակնգան դոմպի, մյուս տեղը չի տեսնում, որ իր պետական լեզուն, որի պատասխանատուն ինքն է, դոմպում են քաղաքի պատին, այդպես խոսելով չի է Նիկոլ Փաշինյան, ուրեմն հյուսիս հարավ, այն անգամ Նահիրի Սարգսյանն էլ անդրադարձավ, տարիներ առաջ եմ անդրադարձել, այս Ավինյան կոչվածը, որ եկավ քաղաքապետ, Արշակյանի մոտ հույսեր արթնացավ, որ վերջապես այս հարցը կլուծվի։ Հյուսիս հարավ մայրուղին, որ արդեն միանում է Երևանում, ուրեմն մի տարածք, մարդը 50 տարուց ավել այդ տարածքի տերն է, ծառեր է տնկել, այգի է տնկել, բազար են անում, պետությանը տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս են տալիս, բազար են անում, ինչա թե ապե Ավինյանը կամ քաղաքապետարանը որոշել է, որ այդքան փող չպիտի տա այս մարդուն, այդ մարդու կողքինին տալիս եք այդքան փող, իրեն չեք տալիս, Նիկոլ Փաշինյան, բա մտքիցը չի ասնում, այդ ամեն օր, Աստծո ամեն օր հայհոյում են քեզ էլ, Ավինյանին էլ, այդ շինարարություն անողին էլ, այդ սկսողին էլ, այդ չշարունակողին էլ, մի քանի 100 մետր տարածքի համար, որ պետությունը իրեն խարոշի տեղ է դնում, չեմ մանելու, ու բոլորը անիծում են ձեզ, որովհետև այդտեղ անհարմար վիճակ է ստացում, անընդհատ խցանումներ, ինչպես ես եմ ձեզ բոլորիդ ուշունց տալիս, Եկեմ որ ասում եմ դպրոցը ինչու եք սարքում Նիկոլ Փաշինյան, այդ որ ասում եք եկեղեցին Չուլան է դարձել, այ ձեր նման ղեկավարների շնորհիվ է դարձել։ Ձեր նման, որ ձեզ դրել եք ինքնասիրահարված պինգվինի տեղ եւ պատին գրած տգիտությունը պետականորեն հովանավորում եք։ Հետո սպասում եք, որ Չուլան չդառնա եկեղեցին։ Բա դառնալու է։ Ձեր լեզվով խոսեմ։ Սրբերը լրբեր են դարձել կամ լրբերը սրբեր են դարձել այս անգամ։ Ու շարունակվելու է այս վիճակը։ Քանի դեռ դուք ձեր պաշտոնի մեջ ձեզ չեք արդարացնում։ Այդ ճղճղալը, ում քերակնգան դոմփել է եւ մյուս բոլոր բաները ոչ միտեղ չի տանելու։ Եթե դուք հստակ գործ չեք անում, եթե մարդիկ չեն տեսնում, որ դուք այդ գործն անում եք։ Երկու ասֆալտ եք սարքում, այն որ ասма 12 հոգի ձերբակալվում են, վատ են սարքել։ Երկու տար չեք կարում ջնջեք, չեք կարում պահանջեք, որ լեզուն չդոմփեն։ Բայց հիշում եք, որ սրբազանը քերակնգան դոմփում է։ Այդպիսի սրբազաններ ունենք եւ այդպիսի վարչապետ, որ մի տագետի բերում քաղաքապետ է նշանակում, որ ամբողջ ահռելի միջ տարածաշրջանային ճանապարհը մի ասենք $100,000 պատճառով միլիոնների վնաս կրելով այնտեղ լրված է։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում։ Մի դատավոր չունեք, որ տղամարդու պես տեսնի օրենքով ասի, դուք ապուշ չեք, ես մարդու փողը տվեք։ Դատավորն այնտեղ է պոչ խաղացնում, դատախազն այնտեղ է խաղացնում, քաղաքապետն այնտեղ, դուք այնտեղ, այս երկիրը պղծող ապրանքներն էլ այնտեղ։ Բա այս
Մրցավազքում ուր եք հասնելու։ Ոչ միտեղ։ Էլ չեմ ասում Պակիստանն ու Չակիստանն էլ մեզ ցույց են տալիս, որ տերը իրենք են տարածաշրջանում։ 3 մատի կոմբինացիա Հայաստանը պինդե լինելու, պնդանալու է եւ իր դիրքերը պահելու է։ Բայց ոչ այս թերմացքով, որ այսօր փողոցներն ընկած, ամեն բառը մանիպուլյացիա է անում եւ ոչ էլ, եթե այսպես շարունակվի այդպիսի վարչապետով, ով խոսքի, այսպես ասած, որն ու գլուխը չգիտի։ Չգիտի ինչը, երբ պիտի ասի եւ ինչու պիտի ասի։ Արդյոք իրեն դա կարելի ասել, թե չէ։ Սրբազանում է դոմփում։ Բա դա վարչապետի ասելիք է։ Բայց այն կթուկովի պես ինչքան պիտի թողնես, կթեն հետո քացով տաս դույլով կաթը թափես։ Մեղմ արտահայտվելուց համար կներեք, բարգությանս համար նույնպես։ Բայց վստահաբար Հայաստանը Նիկոլը չէ, Հայաստանը մենք ենք։ Հայաստանը առավել եւս Սերժիկն ու Ռոբիկն ու այդ Հայաստանի հայ ժողովրդի թշնամի դաշնակ պարագլուխները չեն, Հայաստանը մենք ենք։ Մենք էլ պիտի մեր սրտների խորքը նայենք։ Ու վստահաբար ամեն ինչ լավ է լինելու։ Կհանդիպենք։